Երևանի ամենամեծ շինհրապարակն է, շատերին հայտնի Defense Housing-ը։ Այստեղ ոչ թե պարզապես շենքեր են կառուցում, այլ 140 հեկտար մակերեսի վրա զրոյց հսկայական թաղամաս է հիմնվում։ Միայն միջբակային տարածքները մոտ 8 հեկտար են, իսկ շենքերի հեռավորությունը շուրջ 100 մետր։ Defense Housing-ի առաջին փուլի 66 բնակելի շենքերն արդեն ձևավորում են թաղամասի ճարտարապետական դիմագիծը։ Մայրաքաղաքի նորակառույց ամենամեծ թաղամասում ամեն ինչ նախագծված է բնակիչների հարմարավետության համար։ Մեծ ծավալով իրականացվում են շենքերի երեսպատման, ապակեպատման, ինչպես նաև վերելակների տեղադրման աշխատանքները։ Տեղում զգացվում է առաջին փուլով կառուցվող 66 բնակելի շենքերի շինարարության ավարտի շունչը։ Առաջին 10 շենքերը արդեն իսկ պատրաստ կլինեն 2-3 ամսից, որին կհաջորդի մնացած շենքերի շինարարության ավարտը։ Շենքերում արդեն տեղադրվում են բարձր ֆունկցիոնալությամբ և նախադեպը չունեցող նյութերով վերելակներ, որոնք Հայաստանում կիրառվում են առաջին անգամ։ Defense Housing-ն ապացուցում է, քաղաքաշինությունը կարող է լինել և մոնումենտալ, և բնության հետ ներդաշնակ։ Թաղամասի այցեքարտերից է կենտրոնական անտառ պուրակը, որն իր մասշտաբներով և լուծումներով դառնալու է ոչ միայն Defense Housing-ի, այլև մայրաքաղաքի խոշոր ձեռքբերումը։ 4 տարի առաջ այստեղ ամայի տարածք էր, իսկ հիմա շինարարությանը զուգընթաց 40 հեկտարի վրա արդեն իսկ հիմնվել է կենտրոնական անտառ պուրակը։ Լանդշաֆտային դիզայնի աշխատանքները կատարվել են իտալացի դենդրոլոգների մասնակցությամբ։ Տասնյակ հազարավոր ծառերը, էկզոտիկ բուսատեսակներն ու ծաղկեթփերը հարմարվել են տեղի կլիմային։ Ստեղծվել են ծավալուն գազոնային տարածքներ։ Կենտրոնական անտառ պուրակի զարդը Հայաստանի ամենամեծ գունաձայնային և լազերային շատրվանային համալիրն է։ Այդ շքեղությունը կարելի է վայելել հատուկ ընդարձակ դիտահարթակներից, որտեղից մասշտաբային երևալու է շատրվանային կոմպլեքսի ամբողջ հմայքը։ Իր տեխնիկական հագեցվածության և բարեկարգ միջավայրի շնորհիվ համալիրը հյուրընկալելու է փառատոներ և համերգային ծրագրեր։ Defense Housing-ը ոչ թե պարզապես նոր հասցե է Երևանի քարտեզի վրա, այլ քաղաքաշինական նոր մշակույթ, որտեղ քարն ու բետոնը նահանջում են բնության ու մարդու հարմարավետության առջև։